չար նախանձը, որ սատանայի սերմն է, գտնվում է չար մարդկանց մեջ, այս արատը տանջում է միտքը, մաշում և սպառում է մարմինն այն մարդու, ում մեջ բնակվում է այդ նախանձը, քանզի հենց նախանձ բառը արդեն նշանակում է նախ անձին է վնասում, իսկ հետո մյուսներին, ուստի նախանձոտ մարդկանց դեմքերը լինում են դեղնած, սևացած, սրտի դառն տրտմության պատճառով, ինչը չես գտնի այլ մեղքերի մեջ, քանզի որևէ այլ մեղքի մեջ ընկնելիս նախ ուրախանում են, որից հետո միայն տրտմում, իսկ նախանձոտները միշտ տառապանքի ու թախինձի մեջ են, ծանոթ է երևի ձեզ։ Պետք է նշել, որ մեղքերը գործվում են մարդկանց տարբեր աստիճանների նկատմամբ, այսինքն մարդիկ լինում են կամ վերին, կամ ստորին, կամ էլ հավասար։ Օրինակ, հպարտությունը դրսևորվում է ստորիների կամ հավասարների նկատմամբ, վերևից ես նայում, իսկ ահա նախանձը դրսևորվում է հավասարների և վերինների նկատմամբ, ներքևիներից ինչ նախանձ ես։ Բոլոր ջանքերն ու վաստակը կատարվում են նախանձի պատճառով, ինչի մասին ասում է Սողոմոնը. «Տեսա նաև, որ մարդկանց ամեն ջանք ու գործերի ամեն հաջողություն հառաջանում են միմյանց նկատմամբ ունեցած նախանձից» Ժողովուրդ 4:8։ Քանզի մերձավորի նկատմամբ նախանձից դրդված են կառուցում, սերմանում, հավաքում, հարստանում, մեկնում հեռու երկրներ, վաստակում, չարչարվում ու տանջվում և ունայն է այս ամենը